ինքդ քեզ հավատաս, ինձի փյուղ է զգում, ես հիմա են մտածում, վայ երկար ապրեմ, կարճ ապրի, բայց մարդավարի ապրի, եղել էլի, ամեն ինչ եղել էլի, գերազանցիկ եմ եղել, 1924 թվականի ապրիլի 10-ին, երեք եմ աղթ, իմ երկար ապրելը հրազդան գետնա մեղավոր, ինքը գիտեր, որ ես անդավաճան եմ, չի ենքան է չարչ եմ եղել, հիմա կարոտեմ, չկարոտեմ, հետ բերել չկա, հալալ մեր չեմ ունեցել, շնոր կար, մարդկություն կար, հիմա խուժան էինք, տպում էինք, մինակ ես եմ սաղ մնացել, եմ վաղտ եկան ահրելի գետեր, որ մարդ վաղ, նայելուս վաղտենում էր, կռիվ գալ մաղալ տան մեջ, վիրևի քանդակները իսաղ իմ արած գործնա, երծասարդ էինք, խելքներս չեր հասնում, այդ չարությունը քու գլխին կկա, ընտանիքը սուրբ հա, մի հատ տուտուզների խպում ենք, կռիվներ արել եմ, երկրին պետք կալ, ժողովրդին պետք կալ, համ նեժնի էր, համ սպիտակամորդ էր, ոչ ոք իրավունք ունի ինձի վրա գորա, բնության օրենքն է, առաստան ամուսություն չի կարող լինել, սակոտիկները փագել ծայի, շատ չարփ էի, վաղտերը խելքս չեր հասնում, մերս սպոսնում էր, ստես էլ աղջկա նկարը, եթե դու ամեն ինչը պանի տեղ տնես, երկար չես կարող ապրի, անսխալ մարդ չկա, մարդ տարա խուժան չտարան, ինձ համա աղջիկ տղա հավասար են, բռնեին կդադեին, գլխիս մազի չափ փող եմ ունեցել, առաջի ֆուտբոլը Երևանում մենք ստեղծեցինք, նորից 100 տարի էլի ապրեմ, չեմ ուզում, աղջիկների հետ այդքան մոտիկ չէի, եղել էլի, ամեն ինչ եղել էլի, հետո եմ վաղտ ով էր մտածում շատ ապրելու քիչ ապրելու մասին ոչ ոք չէր մտածում, ես հիմա են մտածում, վայ երկար ապրեմ, թող ջայրամ թող երկար ապրվի, կարճ ապրի, բայց մարդավարի ապրի։ Ձեր մածունը սև է ու սև է։ Աղջիկ ջան, ես համ մի քիչ մարդկություն ունեմ, համ էլ մի քիչ էլ կոպիտ եմ, էդ էլ ասեմ, շատ չարփ էի, մի քիչ լոպազություն էի անում էլի, հիմա ես չկամ։ Ոնց չկաք։ Բա ես ով եմ հիմա, ոչինչ, Թուրքիայից որ փախան, այդ կոտորածի ժամանակ, եկան Տիխարեցկից եկան Կրասնոդարում եմ ծնվել, 1924 թվականի ապրիլի 10-ին։ Մանկությունից ձեր, ինչ եք հիշում։ Մանկություն, այնքան լավ մանկություն չեմ ունեցել։ Մերս խորցերի ինչ մանկություն պետք է ունենայի։ Հալալ մերս չեմ ունեցել։ Հերս էլ, մերս էլ, ես եմ մեկ էլ քուրս էլ, որիշ մարդ չկար։ Չնայած լավ օրեր չէր, բայց երեք եմ աղթ, շնոր կար, մարդկություն կար, հավատարմություն կար, հիմա չկան դրանք։ Զանգվի ափին էիք ապրում։ Հա, իմ երկար ապրելը հրազդան գետնա մեղավոր, ամբողջ օր լողանում էի, իսկ սպորտի ամենալավ ձևը լողն է, ամեն ինչը կոփվում է, և շնչառությունը, և մարմինը, և ոսկորները, ամբողջ օրը լողանում էի, մեր թաղում նույն տարիքի 4 հոգի էինք, 3 արդեն երևի 40 տարի առաջ են մահացել, մինակ ես եմ սաղ մնացել։ Պատմեք էլի։ Զանգուի ափին ենք ապրում, դրա համա երկար եմ մնացել, որտեղ ամբողջ գիշեր ցերեկ զանգվի ջրի մեջ լողանում էի։ Իսուր իմանայի էդի երկարացմա կյանքը չէի լողանա։ Ինչի, պապիկ, երկար ապրես։ Այսքան ապրելը չարժի։ Ինչի չարժի։ Լավ չի երկար ապրելը։ Դե հիմա
Լավ թե վատ ապրել եմ էլի։ Հիմա գետը չկա։ Հիմա ցամաքել է չկա։ Գիտեմ որ այն վաղտ այնքան ահռելի գետեր որ մարդ վախ նայելուց վախենում էր։ Չարաճճի տղա էիք։ Չի այնքան է չար չեմ եղել։ Հայատում կռիվներ արել եմ ջահել ժամանակ, բայց որ խելքս հասել է ոչ ոքի հետ կռիվ չեմ արել։ Ինձ փյուղ է զգում։ Ոչ ոք իրավունք չունի մեծ խոսա, ոչ ոք իրավունք չունի ինձ վրա գոռա։ Հիմա այդ մի 3-4 տարի անցավ մի քիչ խելքս եկավ գլուխս, ասեմ ինչի իրավունք չունեն։ Մարդը իրավունք ունի եւ գոռա, եւ խելք սովորացնի, ամեն ինչ իրավունք ունի։ Դպրոց գնացել եք։ 6-րդ դասարանից թե 5-րդ դասարանից մինչև 10-րդ դասարանը բարձրացակ գերազանցիկ եմ եղել։ 10 ավարտել եմ։ Պրոստո հիմա հարությունարի բարձրագույն չտվեցի։ 10 ավարտեցի ու դպրոցը թողեցի։ Ինչ էիք ուզում դառնալ։ Դե կարել է սովորել, մարդ դառնալ, երկրին պետք գալ, ժողովրդին պետք գալ։ Այդ կամպանիաս չկարողացա անեի։ Ֆուտբոլիստ էի։ Առաջի ֆուտբոլը Երևանում մենք ստեղծեցինք։ Մի հատ տրեյներ կար Չալիկյան էր ազգանունը, էդի թիմ ստեղծեց Երևանում, որի մեջ ես էլ մտա։ Այդպես կամաց դառանք ֆուտբոլիստ։ Հասկացող մարդի համար ընտանիքը սուրբ է։ Նրա չի կարելի վարքաբեկել, չի կարելի խփել։ Նրա հետ պետք է շատ մեղմ վարվես։ Ընտանիքը դա ամեն մարդի խելքի բան չի։ Մարդիկ այդ ամուսնանում են մի քանի օր սկսում են կռիվ մաղալ տան մեջ, կնոջը ծեծել, այդ ես դրանց դեմ եմ։ Ես կյանքիս վրա կնոջս վրա ձեռք չեմ բարձրացրել։ Իսկ երեխեքին խիստ եք եղել։ Դե երեխեքին եթե չարություն է հենում, մեկ տուտուզներին ապտակ տալիս էի։ Հա, փոքր ժամանակ։ Փոքր երեխեք են, ասենք 6-7 տարեկան են, դե այն վաղտվա երեխեք մի քիչ չարաճճ էին։ Ասում են չեն լսում, դե մի հատ տուտուզների խփում ենք։ Պապի, հիմիկվա երեխեքից տեղյակ չես։ Ոչ թե խստությամբ պետք է երեխին սովորացնես, բացատրելով է։ Եթե խիստ ես ելնում, այդ երեխեն ինչ որ ասում ես, վախ ու շնորհիվ է ընդունում։ Իսկ երբ որ իսկական բացատրելով մեղմ խոսում ես, նա ավելի շատ է հասկանում, քան թե իրեն վրա գոռալով։ Երջանիկ կյանք եք ունեցել։ Դե հիմա ընտանիքը լավ օրեր էլ այլում, վեճ էլ այլում, ամեն ինչ էլ է տանում։ Այդ մենակ ինձ ոչ չի, բոլորի մոտ է դենց։ Եվ վեճալնում, և իրար հարգում են, և սիրում են։ Սա բնության օրենքն է։ Աստղիկի հետ ոնց ծանոթացաք։ Նույն մայրում ենք ապրում։ Նույն ցաղամասում ենք ապրում։ Իրար շփվել ճանաչում ենք իրար։ Դե վաղը բոլոր ցաղամասի ժողովուրդը մեկը տեսավ որ հարմար է ինձ համար, ամուսնացանք։ Եվաս երիտասարդ ենք, խելքներս չէր հասնում։ Ու պետք է այդ էլ ամուսնանում ենք։ Աստղիկից դժգոհ եք, որ ամուսնացել եք։ Չէ։ Ես հիմա եմ դժգոհ, որ գանված եմ տեղաշորին։ Այ հիմա եմ դժգոհ։ Թե ես ընդհանրապես դժգոհություն չեմ ունեցել։ Մամային սիրել ես, պապ։ Հա, բամոց։
Առանց դրան ամուսնություն չի կարող լինել։ Հիմիկվա պես չի։ Ծանոթացանք, ուրեմն լավ հարի ամուսնա, չէ։ Այսի, մենք նույն թաղից էինք, որ մեր թաղը 72 տնտեսություն էր։ Մենք բոլորս իրար ճանաչում էինք։ Խելոք աղջիկ էր Աստղիկը։ Խելոք ա եղել։ Թե իրան էր ծևացնում, նազերը ստացա, որ ամուսնացանք։ Բայց ձևացնում էր, թե խելոք Բայց էր։ շուտ թողեց գնաց։ Կարոտել եք, հիշում եք Աստղիկին։ Հիմա կարոտեմ, չկարոտեմ, հետ բերել չկա։ Թաղի ամենասիրուն աղջիկն էր։ Համ նեժնի էր, համ սպիտակամորթ էր։ Այդ չեմ ոնց ստացվեց, որ հավանեցինք իրար։ Նու երծասար ժամանակ մի քիչ կռվարար եմ եղել, չէ սիրում, որ ինձ վրա մեկը գոռար կամ խելքս չէր հասնում։ Հետո, որ խելքս սկսեց հասնել, ասի այ մարդ, նրանք էլ ինպես մարդ են։ Ինչի իր այդ վիճեք, ավելի լավ է իր այդ ընկերավարի ապրենք։ Աստղիկը ձեզ փափկեցրեց։ Անո թարգմանի։ Մաման ա քեզի փափկացրե, որ էլ կռիվ չես արե։ Մերս զսպոսնում էր, հա։ Ինձ ասում էր հեռու մնա դրանցից։ Նախ գիտեր, որ ես մի քիչ կռվարար եմ, չէի սիրում ինձ հետ կոպիտ խոսալ, չէի սիրում իմ վրա բարձր բղավել, կռվարար էի, մերս ասում էր, քեզի մի քիչ հեռու պահի դրանցից, մի մոտեցի դրանց։ Միքայել պապ, դաջվածքներ ունեք։ Կա։ Հələ պատմեք էլի, որտեղից ինչ է նշանակում։ Շատ կա։ Ձեռնից վրա, դոշից վրա, մեջքից վրա։ Էմաս խուժան էինք, տպում էինք։ Էմաս բայց արգելված էր, բռնեին կդադեին։ Իսկ հիմա բացարձակ աղջիկներն են տպում իրանց վրա։ Հիմա թույլատրվում է։ Ջահել էինք, չենք հասկանում։ Իմանում ենք կա լավ բանա, բավարս իմանա հետի վատ բաներ, ինչ է իզուրտեղ տպել տալիս, մաշկիս ծակոտիկները փագել ծայի։ Մաշկս օթա շնչում չէ, նագոլքեն ծակոտիկները փագում է։ Երկու հատ բան եմ տպել, մեկը մի հատ ինչ-որ երկուսը թագավորի նկարա։ Ոչ թե մեր ժամանակ, այլ հին թագավորների մեջքից վրա։ Դոշքից մի հատ արծիվ է։ Աղջիկ չկա։ Մի հատ կա։ Էդի չեմ ով նկարեց, ինքն էլ տպեց։ Աստղիկը Ես չէր։ եմ աղջիկների հետ այդքան մոդիկ չէի։ Ինձ համայնված աղջիկ կա չկար նշանակություն չուներ։ Աստղիկը չէր խանդում։ Չէ։ Ինքը գիտեր, որ ես անդավաճան եմ։ Շատ լավ հասկանում էր։ Բայց ինչ աղջիկ էր ձեր թևին։ Աղջիկա նկարա։ Ու չէր խանդում։ Մենակ էդի չէ, ստեսել է աղջիկա նկարը։ Ախմախություն արել ենք էլի։ Ինչի ես տպեմ մաշկից ծակոտիկները փագեմ։ Հենց ինձ անծանոթ աղջիկ էր, ով որ տպեց ինքը նկարը հանեց, կպցրեց ստեղ ու ինքն էլ ծեծեց։ Ես ծանոթ աղջկա նկար չունեմ։ Ինձ համա բոլորն էլ սիրուն են։ Քանի զավակ ունեք դուք։ 3 տղա, 3 աղջիկ ունեի։ 6 հատ երեխա ունեի։ Աղջիկների տես շատ սիրուն, թե տղաների։ Ես ինձ համա աղջիկ տղա հավասար են։ Ես երեխեքի մեջ ջոգողություն չեմ կարա տնի։ Աղջիկն էլ ինձ համա հավասար, տղեն էլ համա հավասար։
թեկուզ թորներն էլի, թեկուզ երեխեքը խտրականություն չունեմ։ Ինձ համար բոլորն էլ հավասար են։ Ես չեմ կարող ասի լավն է, էսի վատն է։ Լավն է, վատը վատն է։ Մեմնուն է իմ թորներն են, պետք է սիրեմ։ Ես շնորհակալ եմ իմ երեխեքը մարդ տարա խուժան չտարան։ Շատ երեխեքը ընկնում են փողոցներ, խուժան էին տառնում, իմ երեխեքը ոչ մեկը խուժան չտարավ։ Ես գոհ եմ իմ երեխեքից։ Ինձ մենակ ամենաշատը սիրում էր Էդիկը, մեծ տղես։ Կարոտել ես Էդիկին։ Էդիկը մահացած է չկա։ Լավ օրեր եմ տեսել, վատ օրեր եմ տեսել, ամեն ինչ գլխովս անցել է։ Ամենալավ օրը ո՞րն է։ Ամենալավ օրը։ Ամենալավ օրը որ պատերազմը վերջացավ։ 45 թվականի մայիսի 9-ը։ Սաղ աշխարհը թնդում էր ուրախությունից։ Ում ես կարոտել, պապ։ Ես միայն ոչ թե կարոտել, այլ սկսում եմ հիշել հին անցյալը, որտեղ եմ եղել, երբ եմ եղել, որ ճակատամարտում եմ եղել, երբ եմ վիրավորվել, որ հոսպիտալում եմ պարգել։ Միքայել պապ, ձեր կյանքի ամենամեծ սխալը ո՞րն եք համարում։ Ես շատ մեծ սխալներ չեմ թույլ տվել։ Փոքր սխալներ թույլ տվել եմ, բայց մեծ սխալ չեմ թույլ տվել։ Անսխալ մարդ չկա։ Թագավորը որ թագավորը նա էլ է սխալվում։ Անսխալ մարդ չկա։ Կարելի է ներել կամ ուղղել, եթե գտնում ես սխալը։ Իսկ հիշավերը կոպիտ վարվել չի կարելի։ Կա բան, որը կուզեիք փոխել, եթե ժամանակը հետ տայիք։ Դե հիմա գիտես, մի մարդ ոչինչ չի կարա փոխի։ Դա ժողովուրդը ինքը պետք է հասկանա, ինքը իրեն պետք է փոխվի։ Մի մարդ ոչ մի բան չի կարա։ Երիտասարդությունն է կարևոր, իմ կյանքի, եթե ետ գնալ, մենակ երիտասարդությունը։ Ուրիշից ոչ մի բան պետք չէ։ Ես վատ չեմ ապրել, լավ եմ ապրել, լավ ծանոթներ եմ ունեցել, բայց հիմա ոչ ոք չունեմ։ Ապագայի ինչ պլաններ ունեք։ Ապագայի ես ոչ մի բան էլ չունեմ։ Իմ ամեն ինչը վերջացած է։ Ես հիմա ոչ մի բան չունեմ։ 100 տարեկան ինչ պետք է մնա։ Նորից 100 տարի էլի ապրեմ։ Չէ, չեմ ուզում։ Էդ էլ շատ է։ Ես սրանից 20 տարի առաջ պետք է մահացած լինեի։ Աստծուն հավատում եք։ Հա, Աստծուն շատ խիստ հավատում եմ։ Ես որ պատերազմի դաշտում սաղ եմ մնացել, սա ես որպես Աստծու որդի ինձ Աստված է պահել։ Էնես փորձակների միջից եմ պրծել պատերազմի ժամանակ, որ ոչ ոք չէր հավատա, որից դու կարաս սաղ մնաս։ Դա Աստծու կամեցողությունն էր։ Աստված դենց է կամեցել, դենց էլ կատարվել է։ Միքայել պապ, քաղաքապետարանը ձեզ 1 միլիոն դրամ տվեց, երկարակեցության համար լավ չէ։ Ինձ համար իմ ուրախություն չէր։ Ես կյանքիս մեջ 10% փող եմ ունեցել։ Ես շատ հարուստ եմ եղել։ Այնպես որ ինձ հետաքրքրություն չէր առաջացնում։ Չուրախացաք, որ 1 միլիոնը տվեցին։ Ինչ ուրախանամ ես։ Ուրախանալն է, որ զգում եմ ինձ հաշվի են առել տվել են։ Թե չէ ես կյանքում գլխիս մազի չափ փող եմ ունեցել։ Իմ փողը ձիթանք ունեի։ Ձեթ արտադրող ցեղ էր։ Սեմուշկի ձեթ, կծավատի ձեթ, կակաոյի ձեթ, շոկոլադի համար։ Ես փող շատ եմ ունեցել։ Այնպես որ ես կարիք չեմ եղել փողի։ Քաղաքապետարանից էլ եկան, վետերանների գրասենյակից էլ եկան։ Թե ես չեմ ինչի՞մ արժանացել դրան։ Երկար ես ապրել։ Այս ով եմ որ
ինչ-որ մեկին պետք եմ, ես ոչ մի բան եմ, փողեց ընդհանրապես գլուխ չեմ ունեցել, ես սիրել եմ փողից հեռու մնամ, չեմ սիրել, մարդիկա դաստով տնում են ջեբը, լոպազանալու ամասուց է, ես մի 100 ռուբլի կամ 200 ռուբլի տնում էի գրպանես, բոլա, ես լոպազություն չէի սիրում, ես խմիչքից հեռու եմ, ով խմիչքը շատ օգտագործում շուտ եմ մահանում, ես ընդհանրապես խմիչք չեմ օգտագործել, չնայած Արարատ գործարանը կողքներս էր, գինի արաղ լիքն էր մեր տունը, մինչև անգամ նոր տարում ես ոչ մի բաժակ խմիչք չեմ օգտագործել, չէի սիրում, խմել չէի սիրում։ Շատ եք ծխում։ Ծխելը շատ եմ ծխում, առաջ չէ իմացել եմ շատ ծխել, դե որ պարգած եմ, պարգածտեղ ծխում եմ, ուրիշ ինչ պդանեմ։ Որտեղ եք աշխատել։ Չերեմուշկայի մագնիտոֆոնի գործարանում, հենց եմ ժամանակ ավտոյի մագնիտոֆոններ սկսին արտադրել, այդ հենց մեր գործարան էր արտադրում։ Վրաստանից գալիս են հարյուրներով տանում էին, մագնիտոֆոն մեր հիմնարկը սկսեց արտադրել։ Քարտաշ չեք եղել։ Եղել եմ։ Ինչ եք սարքել։ Որ շենքերն եք սարքել։ Արարատ գործարանի վրա այդ վիրևի քանդակները իսաղ իմ արած գործն է։ Էմաղթես քարտաշություն էի անում։ Հետո վրտեն մեի հին պաներ կար քանդակ էին անում, ասում ես իրակ պտի կարանան քանդակ անել, ես չպտի կարանամ։ Ու սկսեցի քանդակ անել, շատ հաջող ստացվեց։ 8 տարի տրելեմուզի շոֆեր եմ աշխատել։ Ու ես զարմանում եմ, ես մի հիմնարկում այդքան երկար չէի աշխատում։ Այդ ոնց եղավ որ տրամվայ տրելեմուզի պարկում 8 տարի տրելեմուզ եմ քշել։ Մի 3-4 տարի աշխատում էի, դուրս էի գալիս ուրիշ հիմնարկ էի մտնում։ Գործի տեղ ես ոչ մեկ հետ չեմ կռվել։ Սուտասաններին ոնց եք վերաբերում։ Սուտը ոնց եք տանում։ Սուտ խոսալ չեմ սիրում։ Սուտ խոսալ մեկ էլ խաբեբայություն չեմ սիրում։ Ինչքան դառնալի ճշմարտությունը, պետք է ճշմարտություն ասես, թող դառը լինի, բայց ճշմարտությունը մեկն է, երկու ճշմարտություն չկա։ Երկար ապրելու համար պիտի բարի լինել, Միքայել պապ։ Ես այդ մեկը չեմ կարասի, դա աստու կամպնա, երբ ուզենայի վաղտեր կմերցնի։ Իհարկե բարիությունը լավ բան է, չար մարդիկ շուտ են մահանում, էդ էլ ասեմ, բարի մարդիկ երկար են ապրում։ Եթե ուրիշին դու չարություն անես, այդ չարությունը քու գլխին կգա։ Ավելի լավ է կարաս լավություն արա, չես կարա, վատություն էլ մի արա։ Ինչ խորհուրդ կտաք երիտասարդներին, ոնց ապրեն կյանքը, որ երկար ապրեն։ Նախ, եթե տղամարդը խմիչքից հեռու պահի, եթե կինը թող աշխատի, քիչ ջղայնանա, քիչ ներվայնա, ամեն բանի տեղ չեն տրում, գցում են անգաջի հետևը, որ ուզում ես երկար ապրես։ Իսկ եթե դու ամեն ինչը բանի տեղ տնես, երկար չես կարող ապրի։ Կյանքում ամենակարևորը ինչ է։ Ամենակարևորն է, որ ինքդ քեզ հավատաս։ Ինքդ քեզ որ հավատացիր, ինքդ քեզ որ խորհուրդ կտաս, դա ամենակարևորն է։ Ուրիշի խորհուրդին մի նայի։ Նրանք կարող են դիտավորել վատ խորհուրդ տան։ Դու ինքդ մտածիկ ու խորհուրդը եւ դրանով առաջ գնա։ Կարելի է ընկերոջից խորհուրդ հարցնել բան, բայց ամենակարևոր դու հույսդ քու վրա։ Ուրիշը կարող է խորհուրդ տա, մեկը կարող է ճիշտ խորհուրդ տա, մեկը դիտավորել սխալ խորհուրդ տա։ Դրա համար դու հույսդ քու վրա, ուրիշի հետ գործ չունես։
Մարդկանց ինչ ասենք, ասենք Միքայել պապը ձեզ ինչ մաղթեց։ Ժողովրդին խորհուրդս հետևյալն է, իրար մի նախանձեք, չարություն մի արեք մեկը մեկի նկատմամբ, աշխատեք իրար հետ համերաշխ ապրել։ Եթե չեք կարա որևէ մեկին լավություն անել, գոնե բազություն էլ մի արեք։ Այդքան բան կկամենամ, բայց ինչքան կարաք իրար հետ սերտ կապեր ունեցեք։ Ապրես Միքայել պապ։